Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանության վարդապետած դասը հայտարարություն է տարածել, որում ասվում է. Մտահոգ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ եւ եկեղեցու ներսում ծավալվող իրադարձություններով վերահաստատում ենք մեր ուխտը հավատարիմ մնալով ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրությանը եւ Սուրբ Թադեի աթոռի գահակալին, նորին Սուրբոծություն Տեր Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսին, որ ուղիղ վարդապետությամբ մեզ ուսուցանում է ճշմարտության խոսքը։ Գնահատելով ստեղծված իրավիճակը անընդունելի ենք համարում եկեղեցու ներքին կառավարմանը աշխարհիկ իշխանությունների միջամտություններն ու սպառնալիքները։ Անհանդուրժելի ենք նկատում իշխանական մեքենայությունների միջոցով բարձրաստիճան հոգևորականներին եւ քահանաներին թիրախավորելու եւ ամենայն հայոց կաթողիկոսի գահազրկման օրակարգը սպասարկելու նպատակով եկեղեցու միասնականությունը պառակտելու ակնհայտ փորձերը։ Եկեղեցու ներսում ծագած դավանական, վարդապետական, ծիսականոնական եւ կարգապահական խնդիրները բացառապես լուծվում են Սուրբ Հոգու ներշնչմամբ։ Հայ եկեղեցու կանոնական ընթացակարգերով միակամ եւ միախորհուրդ առանց հոգևորականների եւ իրավասու ժողովական մարմինների իրավունքների յուրացման։ Ազգային եկեղեցական ժողովով ընտրված եւ վավերական օծում ունեցող հայոց հայրապետն ունի Սուրբ Հոգու պարգևելի բոլոր շնորհները, որոնք բաշխվում են հոգևոր սպասավորներին ձեռնադրության խորհրդով կամ հայրապետական տվչությամբ։ Նվիրապետական կարգի մեջ բոլորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ըստ այն շնորհների, որոնք հիշվում են ձեռնադրության աղոթքների մեջ։ Ոչ ոք չի կարող եկեղեցական իր իշխանության սեփականություն դարձնել այնպիսի իրավունքներ, որոնք ձեռք են բերվում քաղաքական հանգամանքներով կամ արտաքին միջամտությամբ։ Եվ քանի որ հոգևորականը ձեռնադրությամբ ստանում է այնքան, որքան հիշվում է Սուրբ Խորհրդի ընթացքում, այս սկզբունքից շեղվողը չարաշահում է իր իշխանությունը եւ դատապարտելի է հայ եկեղեցու վարդապետությամբ։ Աներեր մնալով մեր հոգևոր առաքելության մեջ պատգամում ենք մեր եկեղեցու քահանայեց դասին եւ հավատացյալներին չգայթակղվել եւ չտրտմել հոգևորականության հասցեին հնչած զրպարտություններից եւ հալածանքներից, չոտարանալ մայր եկեղեցու հոգևոր կյանքից։ Փորձություններով լեցուն այս շրջանում ակնկալում ենք ձեր մասնակցությունը եկեղեցու աղոթական եւ խորհրդական կյանքին, հայցելով, որ Աստված ապաշխարության ճանապարհով մաքրագործի ու հավատի մեջ զորացնի մեզ ամենքիս, միասնության մեջ պահելով մեր Սուրբ եկեղեցին եւ անսասան մայր աթոռ Սուրբ Էջմիածինը։ Եկեղեցիները ոչ պարգևն են թագավորների, ոչ ճարտար արվեստ են, ոչ գյուտն են իմաստունների, ոչ ավարը զինվորների քաջության եւ ոչ էլ խաբեությունը դևերի, այլ շնորհն են մեծ Աստծո։ Նրա հիմքերը դրված են հաստատուն վեմի վրա, որ ոչ ներքևինները կարող են խախտել, ոչ վերևինները շարժել։ Եվ այնինչ երկինքն ու երկիրը չեն կարող սարսել, մարդկանցից ոչ ոք թող չհավակնի հաղթել նրան, ասվում է վարդապետած դասի հայտարարության մեջ։